Խաղացում Աստծո ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Աստված ձեզ շատ օրհնի, շատ հարցեր գրեք։ Նորից էլի հարց կա պատասխանելու։ Բարև ձեզ, Աստված առատորեն օրհնի ձեզ։ Կխնդրեմ մեկնաբանել Զաքարիա 8 գլուխ 4-ից 5 խոսքը։ Կանխավ շնորհակալ եմ։ Մենք էլ շնորհակալ հարցի համար։ Մենք էլ շնորհակալ հարցի համար։ Այս կյանքը գիտեք ինչ է։ Ես մի քիչ մեջ բերմակերպով ասեմ, հեսա կասենք հարցին։ Փոքր ժամանակվանից մարդը ինչքան մեծանում է, այնքան իմաստություն է ձեռք բերում։ Մանկապարտեզում, ծնողների տանը, տատի, պապի երեստալուց ինքը բնավորություն է ձեռք բերում։ Իր մամայի ծեծելուց, պատժելուց, ասենք չարության համար, բնավորություն է ձեռք բերում երեխան։ Ու այդ իմաստությունը իր մեջ հավաքվելով տարեստարի մեծանալով իմաստությունը շատանում այս մարդու մեջ։ Ու հանդիպում է մի ինչ-որ բանի է հանդիպում, սրա մասին չգիտի ոչի բան, ինչ անի։ Ենթադրենք մեքենա ուզում քշի, չի հասկանում մեքենա, այդ առաջի անգամ հարցնում է ինքը։ Երբ որ իրան ավտոշկոլա, ասենց ասած, ավտոդպրոց են տալի մեքենայի պրավա ստանալու, իրավունք ստանալու համար, ինքը այնտեղ սովորում է, ոնց վարի մեքենան, ինչքան գաղտնիքներ կա, ինքը սովորում է։ Սովորելուց հետո արդեն էլ իրան պետք չի, նորից էթա սովորի, որ նորից եկուցեր քշի ավտո։ Արդեն այդ սովորածը իր մեջ է ու ինքը կարող է ավտոն վարի միշտ։ Ու ավտոն վարելուց էլ հանդիպում է ինձ իրավիճակի, որ չի սովորի էդի դպրոցում։ Ինքն էլ այդ պրակտիկայի շնորհիվ է սովորում այդ իրավիճակը ու իր մեջ նորից այդ իմաստությունը պահվում է։ Ինչքան մարդը ասես մեծանում է տարիների ընթացքում իր իմաստությունը շատ ավելի շատանում է։ Մի հատ ծեր մարդ 70-80 տարեկան մարդ, մի հատ էլ 15-20 տարեկան, որը ճիշտ կվարվի, որը ճիշտ բաներ շատ կխոսա։ Իհարկե այն, որ անցել է այդ 15 տարեկանը, դարձել է արդեն այդքան, իր մեջ իմաստությունը շատ է։ Նույնպես հավատքի կյանքն է, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Մենք երբ որ ընդունում ենք Աստծուն, մենք մանուկ ենք հավատքի մեջ։ Հիսուս Քրիստոսի մասին գրված Աստվածաշնչի մեջ, որ ինքը մեծանում էր հասակով եւ իմաստությունով։ Հիսուս Քրիստոս մանուկը, որ նոր էր ծնված, խոսքը հավատքը մեր մեջ է, նոր ծնվում է, նոր մենք ընդունում ենք, մեծանում ենք իմաստությունով եւ գործերով եւ հասակով։ Նույնը դուք եք սիրելի հարցնող, շնորհակալություն ինչի ասենք, ես էլ մելանեց այդ տված հարցի համար, որտեղ այդ հարցը քեզ պետք է գալու օրից մի օր այս հարցը։ Քո հավատքի կյանքի ճանապարհի մեջ պետք է գալու այդ հարցը։ Դու եթե չիմանաս էդի, դու սխալվելու ես, մոտավորապես ես անելու։ Կամ անտեսելու ես այդ իրավիճակը։ Դրա համար ամեն իրավիճակ, Աստվածաշնչի ամեն կետ ու նշանագիրը Հիսուս Քրիստոսն ասես պետք է կատարվի։ Երանի նրանց ովքեր գիտեն, ով գիտի նա իմաստունա, ով իմաստունա նա ճիշտն է անում ու կատարում, ճիշտ ընտրություն անում, ճիշտ քայլեր անում։ Լավ, Զաքարիա 8 գլուխ 4-ից 5-ը, կարդամ 4-5 խոսքերը։ Խոսանք սրա վրայով։ Այսպես է ասում Զորաս Տերը, տակավին ծերեր եւ պառավներ պիտի բնակվեն Երուսաղեմի հրապարակներում։ Վերա դու կարդացիր էսի չէ։ Զաքարիա 8 գլուխ։ Հա, չէ, դու հարցը կարդացիր, կներեք, լավ, հարցը կարդացիր։ Տեսեք, այսպես է ասում Զորաս Տերը, տակավին ծերեր եւ պառավներ պիտի բնակվեն Երուսաղեմի հրապարակներում։ Տեսեք։ Ինչ է նշանակում ծերեր եւ պառավներ պետք է բնակվեն Երուսաղեմի դռներում, հրապարակներում։ Երուսաղեմ մենք գիտենք Աստվածաշնչյան բնագրով, եբրայերենի բնագրով, նշանակում է խաղաղություն։ Խաղաղության վրա տիրել, իշխել, դա նշանակում է Երուսաղեմ։ Մենք այսօր որ ասում ենք Երուսաղեմ, մենք պատկերացնում ենք քաղաքին, բայց քաղաքի նշանակությունը խաղաղության վրա տիրելն է, դա Աստծո քաղաքն է, հոգևոր իմաստով։ Տեսեք, մեր Երևան քաղաքը, մեր Երևան Հայաստանի մայրաքաղաքն է, բայց Երևանը ունի իմաստ։ Երևան եկավ ասում այս բանը։ Հենց այս արմատը հասկանում ես, բայց մենք այդ արմատին ուշադրություն չենք դարձնում։ Երևան, այդ մենք Երևան։ Մենք հասկանում ենք այդ մենք այդ քաղաքը, բայց հոգևոր իմաստով ոչ։ Հոգևոր իմաստով մենք պետք է նայենք բուն այդ խորությանը։ Երուսաղեմի դռներում պետք է ծերեր ու պառավները, հրապարակներում պետք է թռչկոտեն, պետք է ման գան, պետք է ուրախանան։ Երուսաղեմ նշանակում է խաղաղության վրա տիրել ու իշխել։ Խաղաղության հրապարակների մեջ
իմ քո բոլոր հավատացյալների ներսի խաղաղության հրապարակներում պարավներն ու ծերերը պետքա հրապարակներում ուրախ լինեն, թրվռան, թրջկոտեն, ասենց ասած։ Ինչ է սա նշանակում պարավ ծեր։ Մի քիչ առաջ ես ասեցի, չէ, կյանքի ընթացքը։ Ինչքան դու հոգևոր հավատքի մեջ տարի ես անցնում, ինչքան փորձությունների միջով ես անցնում, այնքան դու ծեր ես կոչվում։ Այնքան քո իմաստությունը ավելի շատ է։ Ինչքան իմաստությունը շատ է, այնքան դու հզոր ես Աստծո խոսքի մեջ։ Այս ծերերի մասին է, ոչ թե տարիքով ալեհեր պարավների ու կամ ծերերի մասին է խոսքը, սիրելի Աստծո, այլ հենց այս ծերերի մասին է խոսքը։ Կարող է մի հատ երիտասարդ տղա 25-30 տարեկան տղա ավելի ծեր լինի, քան թե մի հատ 50 տարեկան կամ 100 տարեկան, 80 տարեկան մարդ։ Օրինակ բերենք Աստվածաշնչից 30 տարեկան էր Հիսուս Քրիստոսը։ Երբ որ քարոզեց Նիկոդեմոսին, 82 տարեկան էր, 83 տարեկան էր Նիկոդեմոսը։ Բայց Հիսուս Քրիստոսը ծեր էր, ասում է դու վարդապետ ես, դու չես իմանը, ֆիզիկապես Նիկոդեմոսն էր ծեր, բայց իմաստությունով Հիսուս Քրիստոսն էր, հասակ առած, իմաստությունով լցված։ Սովորացնում էր այդ հասկանում եք հոգևոր իմաստը որն է, սիրելի քուրս եւ եղբայրս։ Այս հոգևոր ծերերի մասին է խոսում։ Հոգևոր ծերերի մասին է խոսում։ Եթե դու հոգևոր ծեր ես, իմաստություն ունես, դու խաղաղության մեջ թրջկոտելու ես։ Խաղաղության մեջ դու թրջկոտելու ես։ Փորձություն գա, պատերազմի լուրեր լսես, կարկուտը խփելը, այգի ջարդելը, դու խաղաղության մեջ ես, դու գիտակցում ու հասկանում ես բնությունն է արել։ Մարդիկ կան ասում են մեղադրում այդ իրավիճակի մեջ, բայց քանի որ դու ծեր ես, իմաստությունը քո շատ է, հավաքած կյանքի փորձեր ունես, դու ուրախանում ու ցնծում ես խաղաղության մեջ։ Եվ ամեն մարդ իր գավազանը ձեռքին, օրերի շատությունիցը։ Տեսեք, օրերի շատությունիցը գավազան ձեռքին, գավազաններ իշխանության խորհրդապատկերն է։ Հոգևոր իմաստով, եթե մեկը գավազան ունի, դա իշխանություն ունի, իշխանության խորհրդապատկերն է, որտեղ գավազանով գրում է կառաջնորդի իր ժողովրդին, իշխանությունով կառաջնորդի իր ժողովրդին։ Գավազանով ծեծա քո երեխային, իշխանություն ունենալով ծեծա սխալի համար, որ ինքը ուղղվի։ Մի խոսքով ամբողջ Աստվածաշունչը, երբ որ դուք կարդաք, համեմատեք, գավազանի իշխանության խորհրդապատկերն է, հոգևոր իմաստով։ Ես չեմ կարող մի հատ գավազան վերցնեմ, ասեմ, ես իշխանություն ունեմ, ես այս երկրի թագավորն եմ։ Չեմ կարող ասեմ, հոգևոր իմաստով այդ իշխանությունը այ կարամ ասեմ։ Եթե իհարկե ունենամ այդ գավազանը, որի շատությունը ու ծերությունը իմ մեջ։ Եվ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղերքով եւ աղջիկներով, որոնք խաղ են անելու նրա հրապարակներում։ Ովքեր են այս տղերքն ու աղջիկները, ծեր չեն իրանք, ջահել են իմ միջի ծեր ու պարավ հասկացողության, իմաստության որդիներն են, գործերն են, տղերքն ու աղջիկները, որ պետքա իրանք էլ իմ հետ թրվռան, ուրախանան, բարբռնեն Երուսաղեմի հրապարակներում։ Մենան հասկանալի եղավ, քեզ էլ վկայ եմ բռնում անդադ։ Ինձի թվում է, որ հասկանալի ասեցի, հոգևոր իմաստով սիրելի հարցնող, հոգևոր իմաստով որ նայենք այս գիրքը, Աստվածաշունչը, պետք է նայենք մեր մեջ։ Հակոբոս ասում է հայլիա, դու քեզ տես սրա մեջ։ Դու քեզ տես, փորձության ժամանակ դու Երուսաղեմի հրապարակում ես, այսինքն խաղաղության մեջ ես, թե մեկը քեզ անիծեց, դու էլ իրան ես անիծել։ Իսկ եթե հոգևոր իրավիճակի մեջ դու Երուսաղեմի մեջ ես, հրապարակների մեջ ես, ուրախանում ես, գավազաններ քո ձեռքին, քո պտուղներն են, հոգևոր բարի պտուղները, աղջիկներ, տղաներն են քո հետ են, քո ներսի աշխարհում, խաղաղության աշխարհում։ Դու այն ժամանակ արդեն քեզի որ անիծեն, դու օրհնում ես իրան, որ դու խաղաղության մեջ ես։ Քեզի մեկը մի վատ բան անի, դու լավն ես անում, լավն ես մտածում, սկսում ես աղոթել իր համար։ Դու ուրեմն ծեր ես հոգևոր, դու ուրեմն խաղաղության հրապարակներում ես քո երեխեքի, քո թոռների, քո երիտասարդների հետ, ասած ասած։ Կոնկրետ սա է, այս մարգարեությունները ունեն բոլորը իրենց խորհուրդները, բայց այս բոլոր խորհուրդները, նորից եմ կրկնում, եթե տանում ապաշխարության, հասկացեք, լսեք, մեկը կարող է մի ուրիշ ձևի էսի մեկնաբանի։ Լրիվ ուրիշ ձևի մեկնաբանի, չէ, տենց է գրված, էդի են երկնքի Երուսաղեմն է, անդե պիտի պարավները, ծերերը գավազանով, կարող է սենց ասել, բայց էդի քեզի եթե օգուտ կտա, հա, երկնքում ասենք թե հա տենց է, ասենք թե պապիկները տան, այսօր էդի ինձ ինչ է տալու, ոչ մի բան, բայց որ ես իմ մեջ խաղաղ լինեմ ու իմ միջի իմաստությունը խաղաղության մեջ, գավազանով, իր երեխեքի թոռների, իր պտուղների, գործերի հետ լինի, այդ ինձի տալիս է բան։
տալիս է, ես ուրախանում եմ, Աստծո ներկայության մեջ եմ, Աստծո օրհնության մեջ եմ։ Ուրեմն Աստծո պատվիրանը ճիշտ եմ կատարում։ Որ մեկը ինձ անպատվեց, մեկը այն ժամանակ միջև հավատքս եթե լներ, միջև հավատացյալը լներես։ Եթե այդ մարդը տես բան ասեր ինձ, ես կբարկանայի, կգրվեի, վրեժ խնդիր կլնեի, բայց ինձ խաղաղության հրապարակների մեջ եմ ես։ Փառք ես Տեր Աստված, որ քո հետ եմ, որ դու պահում ես ինձ, որ դու ապաշխարություն տվեցիր ինձ, որ քո որդին արեց էդի ինձ։ Դες էդի օգուտ է տալի, ուրախություն է տալի ինձ։ Ու հաջորդ օրը այն մյուս օրը մի հատ նորից նույն իրավիճակը կամ մի հատ տարբեր իրավիճակ, երբ որ սկսվում է, ես հիշելով այս խոսքերը, ես ձգտում եմ խաղաղության։ Ես ձգտում եմ խաղաղության, գիտեմ, որ բարկությունը սատանայից է, խաղաղությունը Աստվածանից է։ Ես գիտեմ, որ Երուսաղեմի բնակիչներ ենք մենք, խաղաղության բնակիչներ ենք մենք։ Ինչի դուրս գամ Երուսաղեմից։ Ինչի մտնեմ Բաբելոնի մեջ ու կռվեմ այդ մարդու հետ։ Այս իմաստությունից ինձ ստիպում է, որ Երուսաղեմի մեջ մնամ։ Մեկ անգամ, երկու անգամ, երրորդ անգամ ստիպելուց հետո, չորրորդ անգամ այդ իրավիճակը դառնում է իմ բնավորությունը։ Ես արդեն չեմ էլ կարող անիծեմ ինձ անից ուղի։ Իմ բնավորությունը չի էդի, ես ուրիշ մարդ եմ։ Իմ բնավորության այդ մարդը արկածիկը մեռած է, ես ուրիշ մարդ եմ։ Հասկանում եք, սիրելի հաստվող, ձեր մեջ տեսեք, գտեք Երուսաղեմին եւ գավազանով ձեր բարի գործերի հետ են աղջիկների տղաների հետ թռվրացեք Երուսաղեմի հրապարակներում։ Ամեն։ Այսքանով կպատասխանեի այս հարցին, չգիտեմ, էլի կարող է կիսատ բաներ լինի, որտեղ Աստծո խոսքը խորությունից խորություն է։ Աստծո խոսքը անսահման անհատակ ծով է։ Աստծո խոսքը տեզերք է, որը ոչ մեկ չի քննի, չի կարող հասնի։ Բայց այսօրվա մեր ճանապարհի մեջ այսքանը հերիք է, որ մենք հաջորդ քայլն անենք, հաջորդ բարձրությունը, հաջորդ փառքից փառքը, հաջորդ երկնքից երկինքը, ասենց ասած, անսահման է դա։ Եթե բավարարեցի այսքանով, արձագանքեք ինձի, որ ես էլ ուրախ լինեմ, որ ինչ-որ մի բանով կարեցա օգնեի ձեզ։ Տեր օգնի։ Շատ լավ է, Աստված շատ օգնի։ Ձեզ էլ շատ օգնի Աստված, գրեք, զանգեք, եք սիրով պատասխանենք ձեր հարցերին։ Ամեն։ Տեր օգնի ձեզ։